Ես Ադամյան եմ։ Ասում եմ դու ուրիշ ես։ Չէ, ես ուրիշ չեմ։ Ես Ադամյան եմ։ Ես այնքան մեծ հույս ունեմ, որ մերոնք, եթե անգամ քեզ չընդունեն, գոնե քեզ որպես թշնամի չեն վերաբերվի։ Ու ինչ-որ մի պահի կհասկանան, որ դու հատուկ չես արել, որ ուղղակի տենց կարոյի դեպքը ստացվել է։ Մենք գիտենք, որ մեր թշնամանքը երբեք չի անցնելու։ Եթե անգամ ձերոնք ինձ ներեն, ես իրանց երբեք չեմ ներել ու նարը։ Ու աշխարհի որ ծայրում էլ լինեմ, հերեդ պիտի անի այն քայլը, ինչ որ արես պապս տարիներ առաջ ձեր տան մոտ։ Բայց դու այս պատմության մեջ չկաս։ Հա։ Փաստորեն դու պատրաստ չես ամեն ինչ մի կողմ դնել հանուն ինձ։ Բայց տես ես արդեն ամեն ինչ մի կողմ եմ դրել հանուն քեզ։ Ես ինքս ինձ երկար ժամանակ համոզել եմ, որ Կարոյի պատմությունը պատահական է եղել, որ դու դիտավորյալ չես արել։ Ես երբեք ոչ մի տեղ կյանքում դատերի ժամանակ չեմ ասել, որ պատահականություն ա եղել այդ։ Այդ քո համար նորություն է։ Իսկ կարող է ամեն դեպքում ոչ թե մեր շրջապատն է սխալ, ոչ թե ընտանիքս, այլ մենք ենք սխալ։ Իսկ կարող է հորս ծնկի բերելու համար ինձ էլ չխնայես։ Ինչ ես խոսում, Նարը։ Շարունակում եմ խոսքդ։ Ինչ տարօրինակ բան ասեցի։ Ես քեզ ասում եմ, որ դու ուրիշ ես։ Ես ուրիշ չեմ, ես Ադամյան եմ։ Հա, ես հասկանում եմ, որ իրանք սխալ են, բայց դու էլ իրենց աչքերում ես սխալ։ Ու ես պատրաստ չեմ կանգնեմ քո կողքը այն ժամանակ, երբ որ դու կփորձես իրենց հարվածել։ Չէ, երևի մենք իրար սխալ ենք հասկանում։ Այսինքն ուզում ես մոռանամ, ինչ ա կատարվել։ Չէ, չեմ ուզում մոռանաս։ Չեմ էլ համոզում, չեմ էլ ստիպում։ Բայց հաստատ կողքդ չեմ կանգնելու այն ժամանակ, երբ որ դու կփորձես իրենց վնասել։ Մենք երևի իրար սխալ ենք հասկանում։ Ճիշտ ես։ Մենք ընդհանրապես իրար չենք հասկանում։ Կարող ա լսես։ Լսեցի։ Երկար խոսում էիր։ Դու ասեցիր այն, ինչ որ մտածում ես։ Հիմա ոչ մի բան չի փոխվելու։ Ու դու հիմա սենց պիտի վերկանաս ու գնաս։ Դե մեզանից մեկը պիտի համարձակություն հավաքի ու խոստովանի, որ այս հարաբերությունները ապագա չունեն։ Դու հիմա լուրջ ես խոսում։ Հայկ, ես հիմա ասում եմ բաներ, որոնց մասին ես միշտ մտածել եմ, որոնք միշտ իմ ներսում եղել են, բայց ես չեմ թողել, որ իրենք մեծանան։ Գիտես ինչի, որովհետև մարդիկ շատ հաճախ ակնհայտ բաները չեն նկատում, որովհետև սուտը քաղցր է, հաճելի է, բայց ժամանակն է եկել սթափվելու։ Ես գնում եմ։ Ձյացակո, ասում եմ կարող է այսօր խորիկին հետներս տանենք օֆիս։ Համ գործը թեթև է, համ էլ կծանոթացնենք գործին։ Մարդ ես կարող է փոշմանի ու որոշի մեր հետ աշխատել։ Ոչինչ չէ, որ ձեր գործը իմ աշխատանքի հետ ընդհանրապես կապ չունի։ Կարևորը մնամ ստեղ, չէ՞։ Ես չեմ գալիս արմո, դուք կարող եք գնալ։ Վրամն էլի վերևում, հա ձյացակո։ Հա։ Հեչ ոնց որ իմ ճանաչած վրամը չլինի։ Չգիտեմ էլ ոնց օգնեմ այդ տողում։ Դե, ինչ ասեմ, վրամը քիչ բանի միջով չի անցնում։
Վստահ եմ ես էլ կանցնի։ Լավ դե մենք դուրս գանք։ Գալիս ես չէ՞ խոր։ Հա, կգամ, մեկը ազատ եմ։ Բանար են ձեզ եկում։ Նա այն տանը չի։ Ալո, Ոնց ես։ նորմալ, արդեն սկսում եմ համակերպվել ես 4 պատի հետ։ Դիտավորյալ ես անում Սոնա։ Չէ, ինչի։ Հեչ։ Ուղղակի գիտես, որ ինչ որ բան անելու ձև չունեմ ու երեսով ես տալիս։ Չէ, վրամ, ուղղակի որ մի բան չես կարողանում փոխել, սկսում ես հարմարվել, չէ, տենց չի։ Չէ, Սոնա, տենց չի։ Ես ոչ պատրաստվում եմ այս ծայլակին համակերպեմ, ոչ էլ նրան, որ դու անօգնական այդ վիճակում մտեղ ես ու ես ոչ մի բան չեմ կարողանում անել։ Դու էր չի ասում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ եմ մտածում, որ երևի լավ կլինի։ Հա։ Այնքան ես հավատում, որ քիչ է մնում լացես։ Վրամ ուղղակի շատ եմ կարոտել քեզ։ Ես էլ քեզ եմ կարոտում, Սոնա։ Բայց դու գիտես, որ այս աշխարհում ամենաշատը չեմ սիրում ու չեմ կարում ներեմ ինձ, որ դու լացում ես։ Հետ նրանից է, որ մեկ-մեկ հույսս կորցնում եմ։ Բայց հետո հիշում եմ, որ ասել ես ամեն ինչ լավ է լինելու, պետք է մի քիչ սպասեմ։ Վրամ։ Ասա, պապ։ Մի տեսակ ուրիշ ձև էի պատկերացնում ստեղ գալս։ Օրինակ, Խղճից չի նստում, որ Նարեն խնդիրներ ունի։ Նարեն խնդիրներ չունի խորում։ Նարեն ինքն է իր համար խնդիրներ ստեղծում։ Արմո, եթե նայենք քո պատմածներին, դու էլ քիչ խնդիրներ չես ստեղծում։ Ես ինչ եմ արել։ Հենց էտա որ բան չես անում։ Ասում ես Նարեն դիտմամբ այդ տղու հետ շփվում։ Տենց էլ կա խորում։ Ու դու ձեռքեր ծալած պատրաստվում ես նստել։ Ես ոչ մի բան չեմ կարող անել։ Ինչի։ Որովհետև սա քո արգելել է։ Ու դու իրոք պատրաստվում ես ոչ մի բան չանես, Արմո։ Խորը քեզ թվում է ես այդքանը չեմ հասկանում, բայց ոչ մի բան չեմ կարող անեմ։ Որովհետև կարող է ես քայլ անեմ ու այդ արդյունքում սա քո իմանա։ Ես էլ այս տուն չկարանամ մտնել այլն։ Ես այս տուն եմ գալիս գնում Նարեին տեսնելու համար։ Խորը քեզ թվում է իմ համար այդ ամեն ինչը հեշտ է։ Քեզ թվում է ես ոչ մի բան չեմ ուզում անեմ։ Բայց ձեռու ոտս կապել են։ Հիմա ես եթե միած սխալ քայլ անեմ Նարեի հանդեպ, կարող է վերջնականապես կորցնեմ Նարեին։ Ու թող քեզ չտվա, որ չեմ ուզում դրա գլուխը ջարդեմ։ Խորը երազում եմ այդ օրվա մասին։ Հասեմ ավելին մի քանի անգամ փորձ եղել է, բայց այդ ամեն ինչի արդյունքում ես Նարե եմ կորցնում։ Բայց ինձ այդ պետք չի։ Ես չպիտի կորցնեմ Նարեին ու չեմ կորցնելու։ Վրամ ջան, տղերքը եկել հյուրասենյակում նստել են, ոչ իջար, Ոչինչ, պապ։ Իրանք ինձնից հաստատ չեն նեղանալու։ Վերջ։ մի երկու թուղթ կա ասի, նայենք միասին։ Հա, կգամ կնայենք հետո։ Ես ինչ անեմ քեզ համար, Վրամ ջան։ Ոնց օգնեմ քեզ, տղա ջան։ Ասա, բացատրվի, հասկանամ։ Երբ որ երեխա կունենաս, այն ժամանակ նոր կհասկանաս ինձ, կհասկանաս հայրական ապրումները։ Ես իմ երեխու երջանկության համար պատրաստ եմ ամեն ինչի, Վրամ, մինչև անգամ այդ աղջկան ընդունելու։
Դու մի պարզ բան պիտի հասկանաս, որ ես որպես ծնող պիտի թույլ տաս, որ կանգնեմ կողքդ, որ կարողանամ ձեռք մեկնել, օգնել տղա ջան, թե չէ ինչ ա վիճակդ, ոչ դուրս ես գալիս սենյակից, ոչ ներքև ես իջնում, ոչ մարդու երես ես տեսնում։ Դու էդ ինձ սիրով ես սիրում այդ աղջկան, որ նրա գնալուց հետո կամ կդառնում ազրո։ Կբացատրես, հասկանամ Սոնային ինչի հիշեցիր։ Ընդհանրապես քո համար ինչը նորմալ կլիներ, որ այս անտերի վրա նստած ժպիտը դեմքիս ման գայի, հա։ Դե լավ, վերջ տուր։ Այդ աղջիկը երբ որ գալիս է, դեմքիդ միշտ ժպիտ ա լինում։ Կլինի փակես թեման։ Ընդհանրապես իմ կյանքին չխառնվեք։ Դա ասելու ձև է, հա, Վրամ։ Բա այդպես են խոսում։ Ես քեզ վատ բան չեմ ասում։ Ամեն դեպքում ասածիդ մեջ լավ բան էլ չկար, պապա։ Եղավ, Վրամ ջան։ Ես որ հիմա շատ էլ ուզեմ, այս սենյակից չեմ կարա դուրս գամ։ Դրա համար պապ ջան, քեզ եմ խնդրում, դուրս կգաս։ Ալո։ Վրամ, դու իրոք այդքան վատ ես։ Սոնա հիմա էլ դու սկսեցիր, հա։ Ես եմ մեղավոր։ Սոնա հիմա էլ դու տեղից մի սկսի, խնդրում եմ։ Իբրի մտածմունքները քիչ էր, մի հատ էլ պիտի դու սրա համար լացես, հա։ Առանց էդ էլ ներսից ինձ ուտում եմ, Սոնա, որ չեմ կարողանում երկու ոտքի վրա ամուր կանգնեմ ու գամ մոտդ։ Խնդրում եմ քեզ, հիմա վիճակը ավելի մի սրի, մի բարդացրու։ Վրամ, ես ուղղակի Դու ուղղակի կլինի ոչ մեկի ասածը բանի տեղ չդնես, Սոնա։ լավ կզանգեմ էլի։ Դու գիտես տենց հեշտ ես պրծնելու։ Դե սկիզբն է քո համար։ Ես քեզ կյանք եմ նվիրում, որ միշտ ապրես այն մտքով, որ դու ով ես ու ես ով եմ։ Ու սրանից հետո դու, երբ որ կզարթնես, կհիշես քո կյանքը քեզ ով է նվիրել։ Խորոն ես չի, որ ես մի Սարգսյանի լսել եմ։ Շատ բաներ կա, որ դու տեղյակել չես։ Ես այդ Հայկոին էլ իր քրոջն էր, ինչ պետք է արել եմ։ Ասեմ ավելին, դրա արդյունքում հիվանդանոցում եմ հայտնվել։ Որովհետև այդ լակոտը որոշել էր հարցերը դանակով լուծել։ Նարեի հետ ընկերը։ Այտենց մի ասա, Խորոն, Նարեի ընկերը չի։ Արմո, փաստը մնում է փաստ։ Ես քեզ այսքան բացատրում եմ, դու ասում ես փաստ։ Այս ինչ պատմություններ են։ Լավ, դրա քունը ինչ կապ ունի։ Դրա քուրն էլ Վրամին է կապել։ Ասում եմ, չէ, դրանք ընտանիքով ուզում են մատ վնաս տան այս ընտանիքին։ Բայց հաշիվ չեն արել, որ ես արանքում կամ։
Ամեն դեպքում մտածում եմ, որ պետք չի տենց հանգիստ թողնել Նարեն այդ տողու հետ լինի։ Թեկուզ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, այդ կարա իրան վնասի։ Գիտեմ, խորո, գիտեմ։ Նենց վիճակ էր, որ կասկածում էի ասածներիդ։ Մտածում էի ուղղակի նեղվածություն չի, բայց հետո որ խոսացի տնեցիք հետ, հասկացա, որ Նարեին հաստատ փրկել է պետք։ Նարե։ Նարե, ինչ ա եղել։ Ոչ մի բան, ամեն ինչ նորմալ է, հետո կխոսենք, հա։ Ոչ մի բան չի եղել ու սենց լացում ես։ Հա, լացում եմ։ Լացում եմ, որովհետև վատ եմ, շատ վատ եմ։ Նարե ինչ ա եղել։ Ինչի համար ես լացում։ Կլինի հանգիստ թողեք ինձ։ Այդ Հայկոնա պատճառը։ Ձեռքերդ քաշի։ Քեզ թվում է պետքա ոչ մի բան չանեմ ու հանգիստ նայեմ ոնց ես լացում։ Այդ Մարգարի լակոտն է, չէ՞ պատճառը։ Արմո, այդ քո գործը չի։ Բա ում գործն ա Նարե։ Ում գործն ա Նարե։ Դու երբ ես հասկանում, թե ով է իրականում այդ անասունը։ Արմո, վերջացրու, հա։ Քեզ թվում է ես ոչ մի բան չեմ անելու, սենց անցնելու է այս ամեն ինչը։ Սենց է այդ քեզ սիրում։ Սենց է քեզ տեր կանգնում։ Էսա քո պատկերացրած սերը Նարե, որ ամեն օր լացելով տուն գաս, որ քեզ առհամարի, որ քեզ ստորացնի, հա։ Էս է իր ուզում։ Դրա համար ես բոլորից դեմ դուրս եկել։ Դրա համար ես քեզ կրակի մեջ գցում Նարե։ Սենց է քեզ սիրում այդ լակոտը։ Հա Նարե։ Չէ, մի բան պետքա մտածել։ Պետքա մի բան մտածել։ Հա։ Իհարկե։ Հասկացա կով։ Հա, Արսենից էլ ասա։ Թող պատրաստ լինեն։ Ոչ մի բան չանեք մինչև երբ չասեմ։ Մի րոպե հետ կզանգեմ։ Նարե ուշքի արի։ Գոնե հիմա խնդրում եմ։ Դու սրան արժանի չես։ Սենց քեզ չեն սիրում, սենց քեզ սիրել չի կարելի։ Արմո, մեզ բաց թող։ Հա, կռվել եմ Հայկի հետ, բայց այդքան չի վերաբերվում, հատկապես քեզ։ Ոնց ուզում հետդ խոսում է, ինչ ուզում հետդ անում է։ Նորմալ է այդ Նարե։ Մի հատ քեզ նա ինչ վիճակում ես Նարե։ Մեկ այլի ուշքի միտքդ այդ լակոտն է, դու քեզ չես արգում ընդհանրապես։ Էտովա որ դու դրա պատճառով ես վիճակում ես Նարե։ Էսա դրա սերը, հա։ Խոսա Նարե։ Արմո։ Ավելի լավ է ես խոսամ հետը։ Առանց հետը լավ չի։
Նար ոնց ես։ Եթե իրոք այդ տղու պատճառով ես վիճակում, ավելի լավ է ներս մի մտի։ Ասում էր, չէ, որ ձեր մասին չգիտեն։ Հա, ես էլ չեմ ուզում ինձ այս վիճակում տես։ Դե արի քայլենք։ Համել կխոսես տեսնեմ ինչ է կատարվում։ Ալո։ Նարե։ Նարեն չի, Արմոնը։ Չհասկացա դու ինչ գործ ունես Նարեի հեռախոսին պատասխանում ես։ Հիմա ուշադիր ինձ ես լսում լակոտ։ Քեզ թվում է մարսելու ես այն ինչ որ արել ես։ Էդ ինչ ես արել Նարեին։ Դու ով ես որ տենց բան ես քեզ թույլ տալիս, արա։ Մի հատ շունչ քաշի ու հավաքի քեզ այդ տղա։ Ո՞վ է քեզ իրավունք տվել ընդհանրապես Նարեի հեռախոսին պատասխանես։ Հեռախոսը շուտ տուր Նարեին։ Թե չէ ինչ։ Դու իմ համբերությունն ես տու։ Նարեն քո հետ չի ուզում խոսալ։ Բայց դու ես որոշում։ Նորից եմ ասում, Նարեն քո հետ չի ուզում խոսալ։ Ես չգիտեմ ինչ ես արել, բայց դու պիտի որ չզարմանայիր։ Եթե ես եմ վերցնում հեռախոսը, ուրեմն քո համար պետք է այդ հերիք լինի արդեն։ Նարեի թափած այսքան արցունքը դու հաստատ չես մարսելու, Հայկո։ Ուր է Նարեն։ Այդ թող քեզ արդեն չհետաքրքրի։ Ալո։ Ալո։ Ախպերս ավտոտ, որ մի քիչ ուշ բերեմ տամ կլնի, չէ։ Եղավ։ Այսքան տարիա ճանաչում եմ քեզ, բայց sense նեղված երբեք չեմ տեսել։ Նարի ինչ ա եղել, բացատրի։ Կամ գոնե ես գնամ այդ տղուն գտնեմ, իրանից բացատրություն պահանջեմ։ Խոր ոչ մեկին գտնել պետք չի։ Հիմա որ պապատ կամ վռամը քեզ sense տեսնեին, չէին գնալու այդ տղուց բացատրություն ուզեին։ Նարի, եթե լացում ես, ուրեմն նեղացրել ա քեզ։ Չի նեղացրել։ Ուղղակի չենք հասկացել իրար։ Դու գիտես, որ իմ համար քուր ես։ Ու հիմա ինչ էլ ասես, ես այդ բառերին ուշադրություն չեմ դարձնելու։ Ես արցունքներիդ եմ նայելու։ Մեկը չեմ հասկանում։ Ինչի հենց այդ տղեն։ Արմոին ինչ որ բան հասկացնելու համար։ Արմոն ինչ կապ ունի։ Ով չգիտի, որ Արմոն սիրում ա քեզ։ Բոլորս էլ ուրախացել ենք, որ իմացանք նշանվել եք։ Այդ անցյալում էր Արմոն հիմա իմ հետ ոչ մի կապ չունի։ Ում հետ կապ ունես։ Աղբորդ սպանողի։ Ուր ես խորո, ինչի չես պատասխանում։ Հա, տենց մի նայի։ Ես գիտեմ ով այդ տղեն։ Գիտեմ, որ Կարոին ինքն է սպանել։ Հա, սպանել է։ Բայց դրանից առաջ լիքը բան է եղել։
Ու ես վստահ եմ, եթե դու էլ լինեիր իր փոխարեն, դու էլ տենց կանեիր։ Ինչ ես խոսում, Նարե։ Արդարացնում ես։ Չեմ արդարացնում։ Ուղղակի թափ եմ նայում այս հարցին։ Նարե ջան, քուրս, իմ մոտ պետք չի խաղալ։ Հասկանում եմ, որ Արմոյի մոտ ամեն ինչ անում ես, որ ջղայնացնես, բայց արդեն շատ է։ Ես ուղղակի չեմ հասկանում Արմոն ինչ կապ ունի։ Ես չեմ սիրել Արմոյին, չեմ սիրելու։ Արմոն ընդհանրապես ոչ մի կապ չունի, ինչի ես անընդհատ Արմոյի անունը տալիս։ Գոնե ես քեզ լավ ճանաչում եմ։ Ես գիտեմ, որ քեզ ոչ մեկ ու ոչ մի բան չէր կարա ստիպեր, որ Արմոյի հետ առանց սիրելու նշանվեիր։ Արմոնա, Մի պատասխանի։ գիտես ինչքան է զանգել։ Անհանգիստ է քո համար։ Արմո, Խորո հիմա ոնց անարեն։ Ուր եք։ սրճարանում ոնց տեսել է շատ նեղված է։ Լսի դու այդ լակոտի տեղը գիտես, դրան պիտի տենանք։ Դու դրա հետ գործ չունես, ես ինչ պետք է կանեմ դրա հետ։ Դու հիմա ուրիշ բան պետք է անես։ Ինչ։ Ինչ պիտի անեմ։ Խորո ես հիմա տաքսի եմ ուղարկում ձեր հետևից։ Ասեն կնշեմ ուր պետք է գնաս։ Նարային վերցնում եք ու միասին դուրս եք գալիս։ Ինչ հասցեա։ Կամ այդ ուր պիտի գնանք։ Խորո քեզ թվում է ձերքերս ծալած նստելու եմ նայեմ, տեսնեմ թե ոնց է սիրածս աղջիկը լացում։ Սիրտս տրակում է, երբ որ Նարային էս վիճակում տեսնում եմ։ Այսօր ես վերջնականապես պետք է Նարայի հետ իմ հարաբերությունները պարզեմ։ Արդեն հերիք է ինչքան տունտունիկ խաղացինք։ Խնդրում եմ Խորո, աղբոր պես Նարային վերցրու ու տար այնտեղ, որտեղ որ ես նշել եմ։ Եթե հանկարծ Նարայի տրամադրությունը այսօր չդզվեց, ես ուրեմն վերջին մարդն եմ։ Լավ, բայց ուր եմ տանելու, այդ ինչ տեղ է։ Կգնաս, ես էլ ընթացքում կգամ Խորո։ Չլինի այդ հարցերը ստեղ բարձեք։ Խոր դու ոնց ես պատկերացնում, սրճարանում ենք այդ հարցերը բարձելու, թե գնալու ենք Նարայից տուն։ Ես ասում եմ, ուրեմն գիտեմ ինչ եմ ասում։ Ուրեմն գիտեմ, որ Նարային այդ տեղը դուր է գալու ու տրամադրությունը բարձրացնելու է։ Արագացրու Խորո, լսում ես։ Արագացրու տար Նարային։ Հասկացա, ուղարկի հասցեն։ Վայ նար է։ Տաքսին գալիս է արդեն։ Չեմ ուզում տուն գնանք։ Տուն չենք էլ գնում նար։ Բա ուր են գնում։ Հաստատ ավելի լավ կզգաս քեզ։ Արի։ Սակո դուրը կբացես, ես տանեմ սենյակ։ Բարև ձեզ։ Ես սպասում էի քեզ, ներս արի։
Նարե, ես ինչ ես անում, կանգնի հանգիստ խոսանք, Նարե, ու հանգիստ քշի, ավտոն այդքան արագ մի քշի, Նարե, կանգնի ասում եմ, ես ինչ անում ես աղջիկը, վայ Նարե, Ոնց ես աղջիկ ջան։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Իսկ վրամը իրոք շատ վատ է։ Կներեք ինձ ուղղակի ձեր խոսակցությունն եմ լսել։ Լսել եք, ինչ անհարմար բան ստացվեց։ Բայց երևի բարին էլ է դա։ Լսել եք մեր խոսակցությունը, ու հետո որոշում եք կայացրել ու վերեք կացել եկել եք այստեղ։ Չէ, ես որոշում չեմ կայացրել։ Եկել եմ, բայց հետ եմ գնալու։ Ինչի համար ես հետ գնում աղջիկ ջան։ Եկել ես մնա էլի։ Եթե ինչ-որ բանից վախենում ես կամ հանկարծ պապատ ինչ-որ բան ասի, ես այդ հարցերը կլուծեմ, անհոգ մնա։ Մամ, Ես բարձրանամ վրամի մոտ։ Խորո դու գիտես Նարեն ձեն առաջին տունը, որ նոր տեղափոխվել էին Երևան։ Դու ուտեղ մնացել ես։ Ես հենց այդ հասցեն եմ նշել։ Դու Նարեն գնացեք, ես հիմա գալիս եմ։ Նարեն բանալիների տեղը գիտի։ Գնացեք գալիս եմ։ Խոր ինչի համար ենք ես տուն եկել։ Որ քեզ ավելի լավ զգաս։ Ես թվում ես տանը ավելի հանգիստ կլինի։ Հա բայց ես տան տեղը ես շատ լավ գիտեմ։ Եթե ուզեի ստեղ գայի, կգայի։ Բայց շատ տարօրինակ է, որ դու ես ինձ ստեղ բերել։ Ինչն է տարօրինակ Նար։ Ավելի լավ արի գնանք էլի։ Ինչի։ Դու չէիր ասում, չես ուզում տուն գնաս։ Ես թվում ես տեղ ավելի հանգիստ կլինի։ Արմո։ Չհասկացա։ Մեր տեղը ոնց իմացավ։ Ես եմ Խորոյին ասա, որ քեզ տեղ բերի։ Խորիկ։ Դու էլ։ Նար, մտածեցի խոսա կհասկանաք իրար։ Խորիկ, ինչ ես արել։ Ինչի համար ես սենց բան արել։ Նար, ես վատ բան չեմ արել։ Վատ բան չես արել։ Դու ամենավատ բանն ես արել, որ կարայիր անել երբևէ։ Հանգստացի Նար, ես իմ ամեն ինչ կբացատրեմ քեզ։ Ինչ պիտի բացատրես։ Ինչ պիտի խոսաս դու իմ հետ։ Ես քո հետ խոսալու ընդհանրապես ոչ մի բան չունեմ։ Գնում եմ ես։ Հանգստացի Նարի, մենք իզուր չենք եկել այստեղ։ Արմո, ես չեմ ուզում քո հետ ոչ մի բան խոսամ, ես չեմ ուզում հետդ նույն տարածքում մնամ։ Գնում եմ ես։ Մնում ես քեզ պետքա բացատրեմ։ Խորիկ ինչի համար։ Խորիկին մի խառնի, ես եմ ասել։ Խորիկ դու հիմա հասկանում ես ինչ ես արել, հա։ Դու հասկանում ես, որ դավաճանել ես ինձ։ Աղբորպես։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք կռվեք, ուզում եք խոսացեք։ Ես ձեր հավեսը չունեմ։ Հա, հետո։ Հետո։ Ասենք Խորիկին խաբեցիր, ինձ բերեց տեղ։ Հետո ինչ պիտի անես, կբացատրես հասկանամ։ Սպասի կբացատրեմ։
Նարե։